Վաղարշաբաթի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 10-րդ օրը Մայր Հայաստանի ներկայացուցիչները արշալույսում են եղել։ Բնակիչներին ասել են չեն նեղանա, եթե աշխատանքը կորցնելու վտանգի առաջ չկանգնելու համար քարոզարշավին իրենց կողքին չկանգնեն, բայց խնդրում են նոյեմբերի 16-ին առանց վախենալու ընտրել սրտի թեկնածուին։ Բարեկարգելու շատ բան կա։ Մայր Հայաստան կուսակցություն։ Արշալույսում քարոզարշավի ժամանակ նկատում է Վաղարշաբաթի համայնքապետի Մայր Հայաստան կուսակցության ավականու թեկնածուն։ Գյուղում բակերից շատերն անմխիթար են, տանիքները փլուզման եզրին են, փողոցներում լուսավորության խնդիր կա։ Արշալույսցիներին լավ է հասկանում Դողսի նախկին համայնքապետ Գրիշա Հարությունյանը։ Ես երկար տարիներ եղել եմ Դողս գյուղի գյուղապետ, ղեկավարման փորձ ունենք, մեր թիմը երիտասարդության եւ փորձի համադրությունն է։ Մայր Հայաստանը խոստանում է Վաղարշաբաթի ավականու ընտրություններում հաղթելու դեպքում մանկապարտեզներն անվճար է դարձնելու։ Գյուղացիները բողոքում են, որ ջերմոցների կառուցման ու շահագործման ժամանակ խնդիրներ են ունենում ղեկավարության հետ։ Այդ խնդիրն էլ կհասկանան, կլուծեն։ Մեր ընտրվելու պարագայում այդ ջերմոցների հարցը կարգավորելու ենք, այսինքն այսօրվա իշխանությունները, որ ստիպում են հաշվառել, օրինականացնել եւ այլը, մենք դա վերանայելու ենք եւ վերելու ենք ամենամաչելի, ամենահարմար պայմաններին, որ գյուղացին կարողանա իր բերքը մշակի։ Մայր Հայաստանի անդամներին վաղարշաբաթցիները բողոքել են, որ իշխանությունը սպառնում է գործից անել պետական կառույցներում աշխատող իրենց բարեկամներին, եթե մասնակցեն ընդդիմության քարոզարշավներին։ Իշխանությունները արդեն գնում են իրենց հոգեհարազատ կեղծիքների ճանապարհով, անխնա օգտագործում են վարչական ռեսուրսը, դիմում են ճղճիմ քայլերի, որոնցից մեկը այն է, որ երբ որ պարզում են, որ այս կամ այն քաղաքացին մեր կողմնակիցն է, նրան կամ նրա բարեկամներին սկսում են նեղել, սպառնում են, որ աշխատանքից կհեռացնեն կամ արդեն իսկ հեռացնում են։ Քարոզարշավներին թող չմասնակցեն աշխատանքը կորցնելու վտանգի առաջ չկանգնելու համար, ասում է Թևանյանը, բայց նոյեմբերի 16-ին առանց վախենալու թող ընտրեն իրենց ցանկացած թեկնածուին։ Գայանե Մովսիսյան, Էդգար Ղույսչյան, Առաքել Օհանյան, Հայլուր։